Հրապարակ թերթը գրում է. Փետրվարի 26-ին դատարանը դատավոր Հրաչյա Մեխակյանի նախագահությամբ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը Մկրտիչ Մկրտչյանին մեղավոր է ճանաչել եւ դատապարտել ազատազրկման 1 տարի ժամկետով, պատիժը պայմանականորեն չկիրառելով եւ սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով։ Դատավոր Հրաչյա Մեխակյանը ի դեպ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի քրոջ որդին է, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղադյանի փեսան։ Արդյոք կաշկանդված էր դատավորը հայտնի քպականի եղբոր գործով, որին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի զենք պահելու համար։ Հաստ թերթը գրում է. որքան մոտենում են ընտրությունները, այնքան իշխանություններն ավելի մեծ թափով են առաջնագիծ հանում իրենց ֆեյքային ու բրգային համակարգը, ակնհայտ է, որ մեկ կենտրոնից տրված հրահանգով հարյուրավոր իրական ու ֆեյք դեմքեր մեծ թափով հեղեղել են սոցցանցերը, թիրախավորելով ընդդիմադիրներին, ու հիմնական խնդիրը նույնիսկ դրանց քանակը չէ, այլ բովանդակությունը չէ, մեկնաբանությունների բովանդակությունն էլ չէ, դրա մասին խոսք լինել չի կարող, որովհետև այնտեղ չկա ոչ բովանդակություն, ոչ մակարդակ, ոչ գրագիտություն, ավելին ինչը բավական վտանգավոր միտումներ է ցույց դնում, արդեն օգտվում են հին զինանոցից, սկսել են ընդդիմադիր գործիչների տապանաքարեր կամ սև շրջանակի մեջ դրված նկարներ տարածել։ Հիշում եք, չէ, Փաշինյանն իշխանության եկավ դագաղի կափարիչներ ու ծաղկեպսակներ ճոճելով։ Հրապարակ թերթը գրում է. ԿՊ-ն 2 օր առաջ հրապարակեց ներկուսակցական քվեարկության արդյունքները, հիշեցնենք, որ մոտ 1000 ԿՊ-ական պատվիրակները քվեարկությամբ պետք է որոշեին ԿՊ նախընտրական ցուցակի առաջին 50 տեղերի դասավորվածությունը։ Ըստ այդմ 933 ձայնով ընտրացուցակը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը, Փաշինյանի դասընկեր, նրա ամուսնության քավոր Տավուշի մարզպետ Հայկ Խալումյանը 346 ցուցակի նախավերջին տեղում է, 49-րդ տեղում։ Նրա եղբայրը Փաշինյանի մանկության ընկեր ԱԺ-պատգամավոր Վահե Ղալումյանն է 373 քվեով ցուցակի 44-րդ տեղում է։ Մեր տեղեկություններով ԿՊ նախընտրական ցուցակի 49-րդ տեղը զբաղեցնող մարզպետ Ղալումյանը շարունակ հանդիպումներ է ունենում Տավուշի մարզում բնակվող ԿՊ-ականների հետ, խոստումներ տալիս նրանց, թե ովքեր են ընդունվելու ԿՊ կուսակցության ընտրացուցակում, որտեղն են զբաղեցնելու, իբր իրան ցողիկ տեղի հարցը լուծել է, ուրիշների հարցերն է լուծում։ Ժողովուրդ թերթը գրում է. վերջին օրերին լրատվամիջոցների եւ իշխանական պատգամավորների միջև մի շարք լարված միջադեպեր են արձանագրվել, որոնցում լրագրողների հարցերը դարձել են հրապարակային քննադատության եւ թիրախավորման առարկա։ ԱԺ նախագահ Արեն Սիմոնյանի մայրը, քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատվիրակ Մարինա Հովհաննիսյանը 2 տարի առաջ թքել էր քաղաքացիների վրա եւ միջնամատը վեր բարձրացնելով վիրավորել քաղաքացիներին։ Այս մասին լրագրողի հնչեցրած հարցից հետո Սիմոնյանը, որ ինքն էլ էր 2023-ի ապրիլին թքել քաղաքացու վրա, հրապարակայնորեն արձագանքել է, ներկայացնելով, թե լրագրողները հարձակվել են իր մոր վրա, սադրել են, մինչդեռ հարցը վերաբերում էր նախկինում նրա մայրիկի կողմից դրսևորած հանրային վարքագծին։ Նույն օրը լրագրողների հարցերին արձագանքելիս ԱԺ քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Գոնջորյանը խուսափել է պատասխանել իր եւ ընտանիքի ենթադրյալ կոռուպցիոն գործարքների վերաբերյալ հարցերին եւ ավելի ուշ սոցիալական հարթակներում հրապարակել է տեսանյութ, վիրավորելով լրագրողներին։ Հրապարակը գրում է. ներիշխանական կուլիսներում ԿՊ ընտրությունների երկրորդ փուլից հետո ակտիվորեն քննարկում են, թե ինչպես առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այդքան ձայն ստացավ, նա ամենաշատ ձայներ ստացած կինն է եւ նախընտրական ցուցակի եռյակում է հանգրվանել։ ԿՊ-ի մանարդարեն համարում Ավանեսյանի ստացած ձայները հիշում են, որ ամիսներ առաջ սեպտեմբերին նա չկարողացավ վարչության անդամի ընտրություններում այնքան ձայն հավաքել, որտեղ զբաղեցնի կուսակցական ղեկավար մարմնում եւ ներկայիս քվեները պայմանավորվում են առողջապահության պարտադիր համակարգի ներդրմամբ, որը դրական ազդեցություն է գործել հանրային որոշ շերտերի, այդ թվում նաև ԿՊ շարքային ընտրիչների մոտ, ուստի կարծում են, որ Անահիտ Ավանեսյանն անհավասար մրցակցության մեջ է եղել իրենց հետ։ Ավելին իմանալու համար հետևեք Պանորամայինին եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։